18 թվականից այդ Թավշյա ոչ բռնի ստորակետներով հեղափոխությունից հետո Հայաստանը կորցրեց տեմպ։ Արդյունքում կորցրեց շատ բան։ Շատ։ Հայաստանը կորցրեց տեմպ 21 թվականին։ Հայաստանը կորցրեց տեմպ 22 թվականին։ Ուկրաինական պատերազմը սկսելու հետ հետո։ Երբ մնաց բանի մեջ։ Հայաստանը կորցրեց տեմպ 24 թվական։ 23-ն էլ հիշեք։ 23-ին էլ կորցրեցին, 23-ին է կորցրեցին, 24-ին է կորցրեցին։ Հիմա ենք տեմպ կորցնում։ Ամեն տեմպի կորուստը ինքը բազմապատկվում է։ Քեզ մոտ ստացվում է, որ դու Նիկոլին թվում է, որ ինքը 2 տարով է հետաձգում, այդ 2 տարին ընդեղ գալիս է 20-ը դառնում։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը կորցնում է տեմպ բանակի զարգացման հարցում։ Ադրբեջանը գնում է ՆԱՏՕ-ի ստանդարտի ինտեգրվում է, Հայաստանը ոչինչ չի անում։ Հայաստանը շարունակաբար Հնդկաստանից առնում է ռուսական արտադրության աղբ։ Իրականում հերքեցին, ասեցին դա ճիշտ չէր այդ ինֆորմացիան։ Okay, հրաշալի է, որ հերքեցին, չնայած ես մանրամասն բաներ գիտեմ, որը որ տենց չի։ Լավ, հերքվեց, որովհետև աղմուկ բարձրացավ։ Այսինքն չեղարկվեց, որովհետև աղմուկ բարձրացավ։ Մենք փոխանակ ինտեգրվենք ՆԱՏՕ-ի համակարգում, փոխանակ արտադրենք FPV դրոններ, որտեղ մենք պետք է դուրս գանք մոտավորապես 1 միլիոն FPV դրոն տարեկան արտադրության, որպեսզի 1200 կիլոմետր պոտենցիալ ռազմական գիծը կարողանանք պահենք։ Հենց այդքան է օգտագործում Ուկրաինան։ Ու դա է միակ տարբերակը, որ մենք պետք է ունենանք։ Ու խոսքը նրա մասին չի, որ մենք բանակը սարքում են, սարքեցին 1.5 տարի, լավ ջհանդամը, գոնե այդ արտադրություն դրեք։ Էժան FPV դրոններ, որ հատի արժեքը լինի $10,000 մաքսիմում, դաժե 10,000 չպետք է լինի։ Դոլար ասեք, որտեղ դրամ ասած։ Հա, դոլար, բայց ամեն դեպքում դու դա պետք է արտադրես։ Սարքեք իրավիճակը կբերեք նրան, որ երբ որ դրոնը տալիս ես բանակին, զինվորին, այդ դրոնը իրա վրա որպես հաշվապահական բան նստած չլինի, որ այդ զինվորը վախենա դրան ձեռը։ Որտեղ հիմա տենց է։ Հիմա ինչ-որ մի զինվոր կա, որի վրա գրած է 1 միլիոնանոց ապրանք դոլարով։ Ինքը չի օգտագործի, գլխից խփես չի օգտագործի։ Մարդիկ չեն հասկանում, դրոնը ռասխոդնիկ է։ Բանակը պետք է փոխվի։ Ադրբեջանը հասկացել է, Ադրբեջանը հանձնել է բանակը ՆԱՏՕ-ի ստանդարտներով, Թուրքիան սարքում է։ Հայաստանը ինչ է անում այդ բaragայում։ Իրոք ձեզ թվում է, որ դուք կարողանաք համագործակցել շատ մեծ հարգանքով իհարկե Հնդկաստանի հանդեպ մեր ռազմավարական դաշնակիցն է։ Բայց դուք ինչ որ սպայական անձնակազմ ուղարկելով սատկող Ռուսաստանի ուչիլիշաներ, որտեղ ալկաշությունից բացի բան չկա։ Դուք ինչ եք սպասում, որ բանակը կզարգանա։ Երեկվա լուրը կառավարությունը որոշել է լրացուցիչ $11 միլիոն հատկացնել պաշտպանական կարիքների համար։ Քիչ է։ Մենակ տրիպերի պատճառով Սյունիքի ամրապնդման վրա ամենաթեթև հաշվարկներով $250-ից $500 միլիոն փող է պետք։ Որտեղ դուք սարքում եք լեռնային ամրոցը, սարքում եք պռախադնոյ դվոր, խաշմերուկ։ Կես միլիարդ ընդեղ պետք է ուղակի որպիսի պաշտպանական գծերի կորուստը գոնե մի քիչ բան լինի։ Երկուսի ցանկությունն էլ մեղրիով երկաթ գծին տիրանալն է։ Այո։ Նորից եմ կրկնում։ Ուշադիր պատրաստ եմ ուսումնասիրել նյութերը, ժամանակ եմ տալիս կառավարությանը, Թուրքիայի կառավարությանը, եթե իրանք ուզում են իրանց դաշնակիցներին, բոլոր մասնակցեմ, կամ իրանք հրապարակեն, կամ կլուծեղան կազմակերպենք, ասեմ ինչի, թող ներկայացնեն, ինչ թվաբանության մասին է խոսքը, որը որ տրիպերը կապով։ Տրամպը իհարկե ասում է, որ շատ կարևոր է, աշխարհը, գալեշկայա, բանը։ Այսօր շատ հետաքրքիր ձևակերպում էր, անցում է դա այդ երթուղին, անցնում է աշխարհի ամենակարևոր վայրերից մեկով։ Այո,
Բայց դա չի նշանակում, որ այդ ճանապարհը աշխարհի ամենակարևոր ճանապարհն է։ Այո, ինքը կարողանում է աշխարհի ամենակարևոր վայրերից մեկը, որը Լեռնային ամրոցը, որը մեր ջանքերով պահել են Սելջուկ բոլշևիկյան այդ բանից, ոհմակներից, Նժդեի աշխատանքի եւ արյան շնորհիվ եւ իր կողմնակիցների։ Ինքը հիմա կարողանում է այդ աշխարհի ամենակարևոր տեղը օգտվելով Նիկոլ Փաշինյանի ցանկությունից վերընտրվելու, դիշովկա վերընտրվելու ցանկությունից։ Ամրոցը սարքել խաչմերուկ։ Հիմա այդ կետում Ռուսաստանը եւ Միացյալ Ռուսաստանն է պետք, բոլշևիկները դեռ չեն դեն սատկացնում, բան չի համար էր այդ տեղը։ Մրցում են թե ով պետք է այդ Չեն մրցում, ոչնչացնում են։ Ինչը։ Հայաստանը ոչնչանում է։ Հայաստանը ասում է պատմական, Հայաստանը չի ասում, Նիկոլ Փաշինյանը, որի փոխվարչապետը, որից ինքը շատ գոհ է, երջանիկ թրջկոտելով ասում է, որ ինչ լավ է, որ Ռուսաստանից էս ապրանք կգա։ Ժողովուրդ, տարանջատեք հայոց շահերը, հայոց պետականության շահերը, Հայաստանի Հանրապետության շահերը, Նիկոլ Փաշինյանից, Նիկոլ Փաշինյանի շուրջ հավաքված դախլչիներից եւ մեգադախլչիներից, դիլետանտներից, պրախադիմիցներից, բոսյակներից, որոնք բան են անում, մարդկանցից ովքեր հիպոթեք են վերցրել 3-4 հատ ու պետք է վերընտրվեն ազգային ժողովում նստեն, որ այդ աշխատավարձով հիպոթեք փակեն։ Տարանջատեք այդ ամեն ինչ։ Այս մարդիկ նոր ձևով, թե հին ձևով, միջինը նույն բանն է այդ ամբրեով, նույն կենսագործունեության արդյունքն է։ Գարշոկը տարբեր է, ձևը տարբեր է, մեջինը նույնն է։ Իրանք ենթակա են, իրանք չեն հասկանում, որ Հայաստանը մեծ խաղի մեջ է, որ Հայաստանը սուբյեկտ է։ Չէ, մեկ-մեկ ինչ որ զանգում է Մակրոն ասում է, դուք հիվանդ ոչ եք ել արեկար մոտս։ Ու խելոք գնում է, բայց ասենք եթե մի օր Մակրոնը չզանգի փուստ տա, չզեկուցեն, կարող է հիմար գնան բան անեն։ Այդ ոնց որ Սևրի պայմանագրի օրը ստորագրել էին, որ Սյունիքն ու Նախիջևանը տալիս են բան, բոլշևիկներին։ Նույն Սևրի պայմանագրի օրը, դա շուտ մի քանի օրով տարբերություն։ Բրիտանացիք ապշել էին։ Այդ ոնց որ բրիտանացիք բռնեցին առաջին հանրապետությունը սարքեցին, մինչև օլթի վերցրեցին, սենց օլթիով բանով ասլեն դեղ խլատ մլատ սա, վերցրեցին ասին էսա տղեկ, այս երգիրը պահեք, բրիտանացիները Հայաստանի Հանրապետության բանակում մեծամասնություն էին կազմում, որտեղ Հայաստան Անտանտի անդամ էր։ Գիտեք ինչ արեցին այն ժամանակվա դաշնակները, իրանցին բոլշևիկների տակ պարկեցին, միջազգային ինտերնացիոնալի գաղափարների հետ կապված։ 15 թվականի մասնախոսք։ Այսօր Դուք հիմար են, սրանք էլ են նույն ձև։ Իրանց թվում է, որ տգետ, քաղքենի, դիլետանտ, մարդը կարող ունենա գաղափարախոսություն։ Մարդ, ով չի պատկերացնում համաշխարհային խաղը, մարդ ում համար, բարոյական, ողնաշար չկա, մարդ, ով կարող է ռազմական հանցագործի հետ մանկապղծություն գործող բանակ ունեցող երկրի հետ շարունակել նորմալ շփումը։ Այդ մարդը ունակ չի Հայաստանին ներկայացնել գաղափարախոսություն, երրորդ հանրապետություն, չորրորդ հանրապետություն, իրական Հայաստան։ Նայում եք այդ մարդու դեմքին, գյուղական ինտելիգենցիայի, կոլխոզի քարտուղարի կեպկեն փոխեց գյուղական ինտելիգենցիայի ցիլոյի, ընդամենը էդ էր։ Հիմա եկել ենք, հիմա մենք չորրորդ Հայաստանի ինչ էր, նոր Հայաստանի իրական Հայաստանի գաղափարախոսության վրա հիմնված իրական Հայաստանի գաղափարախոսությունը առաջակաշում մարդ, ով մանկապիղծ բանակի գլխավոր գերագույն հրամանատարին համարում է լավ հացինգեր, չնայած իրան հաց չի, լափա, ու ռազմավարական դաշնակից։